Բարի օր, այսօրվա իմ դասը ես վարում եմ Իտալիայից, հետաքրքիր կլինի այսպիսի գեղեցիկ հույս պահպանել եւ իհարկե ձեզ էլ կհասնի այստեղի ջերմ մթնոլորտը, ինֆորմացիան, որը որ կարեւոր է ձեզ համար։ Իսկ այսօրվա մեր թեման, որը ես ձեզ հետ միասին ցանկանում եմ շոշափել եւ ավելի խորը ուսումնասիրենք, նվիրված է լինելու հարաբերություններին մարդկանց հետ, հարազատների հետ եւ առհասարակ ինչպես է տեղի ունենում մեր հարաբերությունների կառուցումը մարդկանց հետ եւ ինչպես մենք այդ ամենից հաճույք կստանանք, այլ ոչ թե միշտ խնդիրներ ման գանք մարդկանց հետ, հա, կապի մեջ միշտ վատը տեսնենք, միշտ նեղություն զգանք եւ առհասարակ կարողանանք ձեր հետ միասին այն ամենը, ինչը որ թեկուզ մեր կյանքում, մեր հարազատների հետ հարաբերությունների մեջ մենք դա տեսնում ենք վատը կամ վատ էմոցիաներ ենք ունենում, ինչպես կարողանանք այդ ամեն ինչը փոխենք դրական։ Այսօր մեր միակ նպատակը դա է լինելու։ Եվ եկեք հիմա արդեն կանցնենք ամենակարևորին, հասկանանք, որ մենք այս կյանքում, երբ որ հանդիպում ենք ինչ-որ մարդկանց, ինչ-որ մարդիկ մեր կյանք գալիս են, իրանք հենց այնպես չեն գալիս։ Յուրաքանչյուր մարդ, ընկեր, բարեկամ, հարազատ, ամուսին, ընկերուհի, դասընկերուհի, գործընկերուհի, ովքեր ձեր կյանք գալիս են, իրանք ունեն մեկ կարևոր նպատակ՝ ձեզ դաս են տալիս։ Եվ դասը կայանում է նրանում, որպեսզի մենք կարողանանք աճել եւ բարձրանալ նոր մակարդակ։ Երբ որ մենք դրա փոխարեն, որպեսզի մենք դաս քաղենք, որպեսզի ավելի հասունանանք, որպեսզի ավելի ճիշտ կարողանանք կառուցել մեր հարաբերությունները, դրա փոխարեն մենք ընտրում ենք ավելի նեգատիվը, լռելը, խնդիրներ չլուծելը, հեռանալը, այստեղ խնդիրը փակ չի մնում, ինքը բաց է մնում աշխարհի համար եւ տիեզերքը ասում է, ահա դու այս դասը քո չանցար, դրա համար քո կյանք կբերեմ նորից նույն տեսակի մարդ, որպեսզի դու նորից անցնես։ Դրա համար մենք հանդիպում ենք միշտ նման տեսակի մարդկանց եւ շատերդ եք ասում, իմ գլխին միայն այսպիսի մարդիկ են գալիս, ինչ եմ ես արել, որտեղ գնամ, մենակ նման տեսակ մարդկանց եմ հանդիպում։ Պատասխանը միակն է։ Դա նրանից է, որտեղ մենք խուսափում ենք մարդկանց հետ ճիշտ հարաբերություն հաստատելուց։ Մենք խուսափում ենք մարդկանց հետ տեղում մեր հարցերը լուծելուց, այլ թողնում ենք բախտիքը մահաճույքին եւ դրա պատճառով հեռանում ենք, որի արդյունքում էլ ստանում ենք այդ էմոցիաները, այդ վախերը, այդ փակ, որ մեր մեջ են գցում եւ սցենարը գնում է անընդհատ կրկնվում է։ Եվ եթե օրինակ վերցնենք ձեր ընկերը կլինի կամ ձեր թեկուզ ձեր մայրը կլինի։ Այսօր շատեր ունեն խնդիր իր սեփական մոր հետ կապված կամ իրենց հոր հետ կապված, իրենց զանգը ձեզ, մայրեր կան, որոնք շատ են զանգում, անհանգստանում են ձեզ համար եւ լինում այնպես, որ մենք ինքներս ենք ասում, որ այնքան է մամա զանգում, անհանգստանում է իմ համար, որ դա արդեն այստեղ է հասցրել ինձ հոգնածրել են իրա զանգերը, անընդհատ զանգում է։ Եթե մենք այդ ամեն ինչին նայենք որպես հոգնածուցիչ, եթե մենք այդ փաստին նայենք զզվեցուցիչ, հիմա տեսեք, մենք իրա մեջ ներդնում ենք մեր էմոցիաները՝ զզվանք, ագրեսիա, հոգնածություն, հիասթափություն, բարկություն, նման էներգիա ենք դնում, երբ որ մեր մայրը կամ այն մարդը, որ ձեզ անընդհատ զանգում է, դրա վրա էմոցիա է գնում։ Եվ այդ էմոցիան, երբ որ դուք վերապրում եք անընդհատ, ապա ձեր մայրը կամ այն մարդը, որ ձեզ զանգելու է, չի դադարելու ձեզ զանգել։ Նա դա շարունակելու է անել, որովհետև նրա համար դուք կարևոր եք։ Եթե ինչ-որ մեկը հիշեք ձեզ զանգում է, ուրեմն դուք իր համար կարևոր եք։ Հենց այնպես չեն զանգում։ Զանգում են այն մարդկանց, ովքեր կարևոր են։ Նույնը դուք չեք զանգում ոչ մեկին հենց այնպես։ Դուք զանգում եք այն մարդկանց, ում համար դուք կարևոր եք կամ ովքեր ձեզ համար կարևոր են։ Հիմա տեսեք։ Եթե մեր համար կարևոր են կառուցել հարաբերություններ հարազատների հետ, իսկ ամենահարազատները ու ամենախնդիրը, որը որ մենք հիմնականում ունենք, դա մեր ծնողներն են լինում, թաքնված թե բացահայտ, մենք ունենք այդ խնդիրը։ Պատկերացրեք, երբ որ այդ հեռախոսի համարը տեսնում եք, որ ձեր ծնողը նորից զանգեց, զանգում ասի, բալես ոնց ես, չգիտեմ, լավ տեղ հասար, լավ քնեցի, լավ արթնացար եւ այլն եւ այլն։ Այդ պահ, այդ վարքյանը, երբ որ դուք պետք է նրան համարը տեսնելով ասեք, վայ, էլի զանգում է, համամ ամեն ինչ նորմալ է, այդքան մի զանգի ոչ մի եւ այլն, այդ ամեն ինչի փոխարեն, այդ նեգատիվ էմոցիայի փոխարեն տեղում փոխեք ձեր վերաբերմունքը։ Եկեք այսօր սկսենք դա անել։ Տեսնում եք ձեր մոր զանգը կամ այն մարդու, ով ձեր նյարդային համակարգի վրա ազդում է, դա կարող լինի տնօրենը, որը անդադ զանգում է, գործիցը հարցնում, դուք բարկանում եք, չէ՞ որ դուք լավ եք անում։ Ես մոր օրինակն եմ բերում, բայց դա կարող լինի տնօրենը նույնպես, գործընկերը, ամուսինը, կինը եւ այլն։ Եվ զանգում է ձեզ, տեսնում եք նրա համարը, այս միտքը միանգամից ձեր մոտ բերեք։ Ինչ լավ է, որ եկա մեկը, ում համար ես կարևոր եմ։ Շնորհակալ եմ, որ ինքը ինձ զանգում է, դրանով
հիշեցնում է ինձ, որ ես որպես մարդ ինչ-որ մեկի համար կարևոր եմ։ Ու ժպտացեք, չպատասխանած դեռ ժպտացեք այդ համարին։ Ու տեսեք ինչ դրական էմոցիաներ է ձեզ մոտ փոխվում։ Այնուհետև պատասխանեք։ Մոր հետ կապված, օրինակ ես ինքս այդ этаպը անցել եմ, երբ որ մամայիս զանգերը իմ համար կարող էր անդադ զանգել, անհարմար պահերի եւ այլն, այ ես մամաս է զանգում եւ այլն։ Երբ որ ես գիտակցեցի, որ չէ որ իմ մայրն է զանգում, ու այդ պահի տակ այդ նեգատիվը, եթե ես փոխեմ դրականի պոզիտիվի, ինչ դա ինձ կտա։ Եվ ներկա պահին մինչև հիմա, երբ որ իմ մայրն ինձ զանգում է, ես վերցնում եմ հեռախոսին նայում եմ եւ ինքս ինձ ասում եմ. մայրս ինձ եւս մեկ անգամ օրհնում է։ Շնորհակալ եմ քեզ դրա համար։ Նրա օրհնությունն է։ Շնորհակալ եմ, որ ինքը ինձ անընդհատ հիշում է, որ ես իր համար կարևոր եմ ու ինքը ինձ զանգում է։ Երբ որ այդ ձևով դուք զանգում եք, պատասխանում եք զանգին, այս մտքերից ելնելով, ապա այդ ժամանակ արդեն վերաբերմունքն է ուրիշ լինում, երբ որ մայրը ինչ-որ հարցերի շուրջ զրուցում է ձեզ հետ, ձեր պատասխանն այլ ձև լինում, համբերատար եք ավելի լինում։ Եվ գնալով այդ խնդիրները, որոնք որ կան հարազատ մարդկանց հետ, սկսվում են լուծվել։